Սա 5-րդ պատարակն է վարչապետի մասնակցությամբ, նա անվանում է սրանք նորոգիչ պատարակներ։ Ինչ եք կարծում, այսպես շարունակելով այլ եկեղեցիներում եւս Կտրիչ Ներսիսյանը կհեռանա վեհարանից։ Իմ կարծիքով, հա, հեռանա։ Մենք բոլորս վարչապետի կողքին ենք։ Իսկ առհասարակ այս պատարակներին ո՞նց եք վերաբերվում։ Մենք միշտ մասնակցում ենք Արադ գյուղի պատարակներին, միշտ են գալիս առանց վարչապետի եւ ոչ մի անգամ մենք ոչ մեկի ցուցմունքով չեն գալիս, մեր ցանկությամբ են գալիս պատարակներին։ Շատ շնորհակալ ենք վարչապետին էլ ձեզ էլ։ Միանշանակ, եթե համընդհանուր ժողովուրդը միանա միասին հոգևորականների հետ, քահանաների եւ մյուս պաշտոնավորների հետ, միանշանակ պետք է ինքը ունենա միաժամանակ ամոթ, որ Աստծո առաջ իր երդումը դրժելա եւ ներողություն խնդրի համընդհանուր հայ ժողովրդից եւ հեռանա իր պոստից։ Միանշանակ։ Ինձ թվում է հա երևի, ինձ թվում է, որտեղ ժողովրդավարությունը ժողովրդի հետ է, ժողովուրդն էլ երբեք չի սխալվում իմ կարծիքով, ինչպես ընթանա, ինչպես ցանկանա, այդպես էլ կընթանա։ Կարծում եմ այո։ Իսկ առհասարակ ձեր վերաբերմունքը այս պատարակներին։ Դրական, վարչապետի նախաձեռնությունը շատ ընդունելի է, գովելի է, հետևում ենք, ինչ որտեղ էլ նաև մենք էլ ենք հոգևոր նորոգվում, խոսքով շատ լավ։ Սա թվով 5-րդ պատարակն է, որ վարչապետի մասնակցությամբ տեղի ունենում, նա այս պատարակները համարում է նորոգիչ պատարակներ։ Այսպես շարունակելով Կտրիչ Ներսիսյանը կհեռանա վեհարանից ձեզ։ Հա, պետք է բնականա, պետք է տենցել լինի Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա։ Դուք եւս մասնակցում եք արդեն տևական ժամանակ այս պատարակներին, վարչապետը այս պատարակները համարում է նորոգիչ պատարակներ, ինչ եք կարծում, սրա շարունակականությանը կհետևի, որ Կտրիչ Ներսիսյանը հեռանա վեհարանից։ Ես Կտրիչ Ներսիսյանը հեռանալու է, բայց ես չէի ցանկանա մեկը մյուսի հետ կապել, պատարակ է։ Ինչա պատարակ։ Կտրիչ Ներսիսյանը հեռանալու է։ Հիմա թե սա այդ ծրագրի մաս է, թե ծրագրի մաս չի, ինձ հաճելի է, որպես քաղաքացի, իմ պետության ղեկավարի հետ մի հատ փոքր գեղեցիկ եկեղեցում պատարակի մասնակցել եմ։ Շարունակական պատարակները ըստ կնպաստեն նրան, որ Կտրիչ Ներսիսյանը հեռանա վեհարանից։ Կտրիչ Ներսիսյանը դի վաղուց հեռանար։ Այո։ Ինչ ասեմ, մենք բոլորս էլ սուրբ մեր եկեղեցու հետևորդներն ենք եւ զգում ենք նրա բաստողումները, սենց ասած։ Մենք վստահում ենք մեր վարչապետին, հուսով ենք, որ ի կատար կլինի։ Պետք է որ եթե խելք ունի, պետք է հեռանա։ Այդքան բան։ Բարև ձեզ։ Սա 5-րդ պատարակն է վարչապետի մասնակցությամբ, նա այս պատարակները համարում է նորոգման պատարակներ։ Ինչ եք կարծում, եթե այսպես շարունակվի այլ մարզերում եւս Կտրիչ Ներսիսյանը կհեռանա վեհարանից։ Ես չեմ կարող ասել կհեռանա թե չէ, բայց Կտրիչը այլևս Կտրիչ գոյություն չունի էլ որպես կաթողիկոս։ Նախկինում չկար, հիմա ոչնչացավ։ Իսկ այս պատարակները ավելի շատ միասնություն, ավելի շատ մարդկանց իրար մոտեցնելու, իրար սիրելու, Աստծուն մոտենալու այս գաղափարն է եւ հետաքրքիրը գիտեք որն է, որ ոչ մի նախագահի, ոչ մի վարչապետի ժամանակ նման ուրեմն միջոցառումներ երբևէ չի նախաձեռնել, վարչապետին կամ նախագահին միայն հեռուստացույցով են տեսել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։